Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցել խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման ու այնտեղ պահվող իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու կապակցությամբ։ Լրատվականների աչքից չի վրիպել այն հատվածը, երբ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում էր ինչ-որ բան ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն դա այդպես էլ նրան չի հաջողվում։ Լրատվամիջոցները ֆիքսել են հենց այն պահը, երբ Փաշինյանը մոտենում է բեմում ելույթ ունեցող Թրամփին, փորձելով նրա ուշադրությունը գրավել, Փաշինյանը դիմում է նրան «Պարոն նախագահ», ինչին Թրամփը շնորհակալական խոսքի ընթացքում կարճ ընդհատելով ելույթը պատասխանում է «Մոտ եկեք», ապա շարունակում է խոսել։ Երբ Թրամփը ավարտում է իր ելույթը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե ով է ինքը, Հայաստանի վարչապետն եմ, ապա շնորհակալություն է հայտնում Վաշինգտոնի խաղաղության գործընթացի համար, ավելացնելով «Աստված օրհնի ձեզ եւ հիմա դուք», սակայն երբ Փաշինյանը փորձում է շարունակել զրույցը, Թրամփը արդեն շփվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Ինդոնեզիայի նախագահի հետ, փաստացի կիսատ թողնելով խոսքը Հայաստանի վարչապետի հետ։ Սակայն Թրամփը, որը երբեք բաց չի թողնում առիթը հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իբրև երկարատև հակամարտությունը, երեքևս Գազայի հրադադարի համաձայնագրի ստորագրման ժամանակ նկատելով Ադրբեջանի նախագահին, հպարտությամբ հայտարարում է. «Ահա այստեղ է այն մարդը, որի համար ես լուծեցի պատերազմը, Ադրբեջանը։ Դու եւ քո հայրենակիցը հիմա # չէ»։ Հայրենակից ասելով նա ցույց է տալիս Փաշինյանին. «Նրանք կռվել են 32 տարի եւ մենք մոտավորապես 1 ժամում լուծեցինք խնդիրը։ Այո, հիմա նրանք իրար հետ լավ հարաբերությունների մեջ են», ասում է Թրամփը։ Թրամփը սակայն այդպես էլ չի հիշում, որ իր միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունից հետո Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել 23 հայ գերիներին։ Շարմ էլ-Շեյխում գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ունեցել են նաեւ կարճ շփում, սակայն հայտնի չէ, թե զրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկել եւ արդյոք Փաշինյանը բարձրացրել է հայ գերիների հարցը։ Նշենք նաեւ, որ Գազայի խաղաղության գագաթնաժողովին ընդառաջ Պաղեստինյան Համաս շարժումը ազատ է արձակել 20 իսրայելցու, որոնք պատանդ էին պահվում 2 տարի, իսկ Իսրայելը շուրջ 2000 պաղեստինցու։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու Փաշինյանը չի գնացել այնտեղ բարձրացնելու նաեւ մեր 23 հայ գերիների հարցը։